Գարիկի դիակը վերեցին, իս տարան հոգեբուժարան, չդիմացա, ուղղս պայթիս։ Մեզ ասում են պիտի դուրս գաք, հանձնվեք, դուրս գանք, զասադի մեջ են ընկել, մի շաբաթ գորից խաբար չկա, Ղարաբաղում որ կալի ասկա չկա, ես ինաշ շալակած եմ ման տալիս, փողել եմ օրը, որ մանվելի տանը է հաստայի, Ավանեսյանների ընտանիքում մնացել եմ ես։ Ես Մարիետա Սարմոյ Ավանեսյանը ծնվել եմ 1966 թվականին հունվարի 6-ին Հադրութի շրջանի Մեծ Թաղլար գյուղում բանվորի ընտանիքում։ Պիտի բժշկական սովորեի, ընդունվեի, պարապում էի քիմիա, կեսաբանություն, վերջի զանգի ժամանակներ, այդ պատրաստվելիս պարապումների ժամանակ զգացել եմ, որ մայրս հիվանդ է, բայց տնու ինչ չեն ասել, որպեսզի ես չկոտրվեի։ Ընթացքում մայրս ավելի ավատանում եւ այսպես մահանում է։ Արդեն Ստեփանակերտում բաժինները լրացած հարցազրույցով ես ընդունվեցի Գյուղ ինստիտուտի էկոնոմիկայի բաժինը, մի քանի ամիս սովորեց, հերս զանգեց, որ չեմ կարող տունը յոլա տանեմ, ես գործի եմ գնում, տունը փոքր աղբերս է, չգիտեմ որտեղ տանեմ, ում թողեմ, պիտի երեխեն գա, հետ եմ տանում ինձ, լացոկոցով գնում եմ, լաց եմ լինում ու առած տնում եմ, լաց եմ լինում ու առած գործության մնացի, գնացի տուն, հերս ասեց մի քիչ մնա, ես քեզ կտանեմ սովորելու, տենց էլ ինք ամուսնացավ, իմ գործությունը խորտակվեց, խորտմոր հետ շատ դժվար էր, ստիպված ամուսնացելին, ամուսնացա գնացի, կրթությունս մնաց, բայց ինչքան ապրել եմ իմ գիտելիքներով, ինչքան աշխատել եմ իմ երեխաների դասերը, ես մեկ եմ մյուսը, ես իմ գիտելիքներով կարողացել եմ իմ կյանքս ապահովել։ Ամուսնացել եմ Հադրութի շրջանի Հակակու գյուղում, ունեցել եմ 4 երեխա, շատ դժվար էինք ապրում, ամենից էր հիվանդ էր, շատ դժվար էինք ապրում, եք տեղափոխվեցիք Հակակույից տեղափոխվեցիք Իվանյան գյուղը, որպես վերաբնակիչ, մանվելը սերվիրահատության կարիքներ ուներ, միշտ Ստեփանակերտում էր, տանում բերում էինք, վերականգնողական կենտրոնում էր, չէիք հասցնում Հակակու գյուղը, տրանսպորտ չկար, ոտո, ձիո, այդ երեխուն չարչարում էինք, տանում էինք, բերում էինք, ոսկորային հիվանդությունը ստացավ, չիմանալով իրան համար շատ մեծ խնդիրներ ունեցավ, չհասկանալա բժշկությունը, իր մեծ խնդիրներ պատճառեցին, ասեցին, որ անցողիկ այս մեկը մյուսը ոչինչ չկա, բայց գնալով երեխեն չքայլես մնաց կալասկի վրա, ես արդեն տեղափոխվեցի Իվանյան գյուղ, Իվանյանի կրակայինի զորամասում ծառայում էի։ Իմ ընտանիքում առաջի կորուստը եղավ 2015 թվականին փետրվարի 15-ին։ Ամուսինս գործից եկավ, իրան ինսուլտը խփել է, տարակ հիվանդանոց, ասեցին, որ ինսուլտը ֆիզիկական ծանր գործ չի կարա անի, հետո երկրորդ օրը զանգեցին, դա բայց իր ամուսինը մահացել է։ Նույն թվականի դեկտեմբերի 8-ին էր Գարիկ Ավանեսյանը կապիտանի կոչումով ծառայում էր Մարտունի 3-րդ զորամասում, ծառայողական պարտականությունների ժամանակ հետևելիս իրան բանով նկատում են սնայպերով խփում, Գարիկը իրիկուն ինձ հետ խոսեց ու թանցկեց, որ մամ ջան, ես քեզ վաղը նորություն ունեմ ասել, սմենը կհազնեմ, պոստերը կգամ, անիին բերեմ, ասում անինով, ասում մամ սիրած աղջիկս ա կբերեմ կծանոթացնեմ, Գարիկի դիակը վերեցին, սաղ ինչքան գլխից մաս կա քանդեցի, մնացի որ ինքնասպանություն գործեի, մամվելը նկատեց, աշկը չեր վրիպում ինձանից, որ ես գնում ինչ ես անում, մամ, հանկարծ ինչ թողս մենակ, հայինի կոտրել եմ որ ճնես, երակները կտրել ինքը նկատել եմ, էլ չեմ կարում դիվանում, չեմ մանում, ոնց ազատվեմ, երեխան որ տենց ասեց մամ, ես էլ ինձ կանեմ, որ եթե դու չլինես, ես չեմ մնա։ Դրանից հետո իսկականից, որ արդեն իսկ կորցրեցի, հոգեկան հիվանդություն ստացա, իս տարան հոգեբուժարան, չդիմացա, ուղղս պայթեց։
Մեր բժիշկները օգնեցին, բուժվեցի, դեղերով մնում էի, մի քանի տարի անցավ, երկու տարի անցավ, ասեցի, ես տունը չեմ մնա, ես չեմ կարող իմ երեխան թողեմ։ Մամվել ինձ համար ինքը համ երեխա էր, համ էլ ինքը անաշխատունակ էր, համ ինքը անօգնական էր, իրանց գործերի մեջ չէի խառնում, իր համար ավտո եմ առել, ինքը ավտո էր քշում, այնքան որ ինձ համար վեշ էր բերում, վեշերն էլ նույնիսկ մարդկաց խնդրում դիմում փող տալիս, որ այդ վեշեր ավտոյից անեն, բերեն դնեն այդ փողոցային առևտուրը, որ անում էի ես։ Ամեն ինչ արել եմ, որ մեր կյանքը դասավորեն կապրեք։ Էլ արդեն գարիկներ են կորցրել, գարիկի նման շատ տղաներ են կորցրել, բայց մտածեցի, որ պիտի կյանքը շարունակեմ։ Գիշերը 3 մինչև ժամի 12-1 նստել եմ, ծախել միշտ գումարը ունեցել եմ, այլուր ունեցել եմ, նույնիսկ դուրս գալուց է սեպտեմբերին, ես ինչքան ծախս եմ արել, որ ինձ նպատակ չի եղել ու вообще մտքից ծայրը չի անցել, որ մեզ Արցախից կհանեն։ Այդ բլոկադայի վաղ արդեն նույնիսկ սեպտեմբեր ամսին ես արել եմ 3 տոննա ցորեն, արել եմ 3 տոննա գարի, արել եմ 3 տոննա թեփ, ունեի խոզի մերուն իրաճտերի հետ, ունեի արել եմ 500 թև հավ բանից Հասանաբադից 2500 դրամով, առնում էի բենզին թանկոնով, ունեի 4 հատ ջերմոց, աշխատացնում էի, բեջարում էի, մամելը ավարտել է ագրոնոմիական, այդքան բույսերը սաղ մամեն էր աճացնում, իր դեղերը, իր ամեն ինչ ինքը հալը ուրիշներին գնում էր ցույց էր տալիս։ Առել եմ 40 մետր փայտ, Նորագյուղում զակազ եմ տվել, 1,5 միլիոն գումար ուղարկել եմ, կաճոլ են պատրաստել, որ պիտի բերենք բանը ջեռուցումը անենք, լույս չկա, գազ չկա, մինչև էդ էլ ռուսներից առել եմ 150,000 եմ տվել մին Արիստոն առել, մի քանի ժամ որ լույսը տալիս էին, այնքան որ երեխեքը ջեռով չլղանան, տեսա որ լույսն էլ չկա, ասի ձմեռը չմնակն է, այդ ջեռուցումն է կաճոլը պիտի փետ առել են, որ կաճոլը դնենք, տան հետևում տեղ ունեի, որտեղ վառենք, արդեն տները տակասին, մենակ վերջի մին 10 օրնա, որ չկարացա գայի քաղաք, բայց ամեն ինչ ունեի, ճիշտն ասած ամեն ինչ ունեի, ճտերը բերում էի, բանջարեղեն ամեն ինչ բերում էի, պնդուկա, բանջարեղենա, այդ մոտի քարևաններին, համարյա քաղաքի 80%-ը ես ճանաչում էի, կապ էի պահում, ով ինչ ուզում էր, ով որտեղից կարողանում եք գալիս էի գյուղում հավաքում, թեկուզ ամենքը հիմին 5 ձու, թեկուզ ով ինչ ուներ, մարկա չէր կարողանում որ օգտվել շուկ քաղաքից, բայց ես իմ ավտո միշտ բենզին եմ ունեցել, տարել, բերել, գնացել եկել եմ, բերում էի ամենքին քիչ-քչով բավարարում էի, զանգով էի, իրիկունն էի գալիս սաղ բաժանում, հետ գնում, 10 օր ես չկարողացա ոչ մի տեղ տեղաշարժվեի, ինչքան ասես հայացից ինչ էր հավաքեցի, այնքան բան գա բալոն եք փակել, շոր տվել, արդեն բենզին չկա, չեք իմանում, որ դուրս չեմ գալիս քաղաք, չեմ կարողանում բենզին հայթայթել։ Կռիվը որ եղավ, 2 օր մնացիկ, ասեցին, որ արդեն պայմանավորվել են, որ կանգնեցնեն, բայց Արցախը մենք մնանք Ադրբեջանի տիրապետության տակ, այդ լուրերը գալիս գնում էին։ Մոլորված մարդիկ չգիտեն, տեղ չկա գնանք, ոչ մի ձևի բանի կողմից, Աղդամի կողմից են գյուղերի վերցրած հարազատ բարեկամներ եկած Իվանյանում, քաղաքներում են կեսը դուրս եկած էլ համարյա Աղդամի մոտիկ գյուղերը հանած, մեր տունն էլ են եկել, սենց հացի ջրից օգտվում էինք, տեսնեք ինչ են ասում։ Մեզ համար շատ ահավոր է, դժվար է, չէիք պատկերացնում, թե թշնամու հետ մնալը կլինի, ճիշտ կգան կկոտորեն մեզ, թե մենագից չէի, որ կարողանայի կողմնորոշվեի, բայց մեզ ցավով չեք կարողam կտրվեք, որ պիտի թողեք գնաք, բա էլի տուն ու տեղը, բա չգիտեք երեխեք վնաս կտան, բա մեր գերեզման, սենց մտածմունքների մեջ արդեն դուրս եք եկել, որ բենզին հայթայթենք, ում գնում եք դիմում, ասում չկա, քիչ է, մեզ է բավարարում եւ այլն, ես դուրս եմ եկել Նորագյուղից իջնող
տանող մյուս գյուղերի հետ մայթի վրա խաշմեր ու կա որ գալիս են բոլորը Իվանյանով անցնում են ինչքան ավտո ալինում կանգնացնում եմ ասում են բենզին ասում չկա չունենք աղջիկս տղեն զարայում էր զասադի մեջ են ընկել մի շաբաթ գորից խաբար չկա վերջը հետո գորը հայտնվեց եկավ ընկերներ 10 լիտր բենզին ճարեց լցրեց իրաց ավտոները որ պիտի իրաց ավտոն ասեց եկեք մեր ավտոյով գնանք Մանվելը հակառակվեց ասում չէ ես պիտի ավտոն տանեմ իսկ կյանքումս չեմ տեսել Մանվելը ինձ հետ պետք է կան հակառակվի այդտեղ մի հարևանությունում մի հատ մարդ եկավ աղբերներ ասում դե պես են բանը որոշեցին այդ օրալի հետևից կապեն տանեք գնանք ճանապարհին տեսնենք մեզ ով է բենզին տալիս գնացել եք հասել հələ ճանապարհին այդ բաննա կտրում ուզում եք ավարի անեք նորից հակապում այդ թելը որ կտրել է օրալը շատ ահավոր տեղ եք հասել եք նաբերեժնի հյուրանոցին բլրի կանգնել ավտոն վառվում է գնում են ջուր են բերում լցնում ավտոյի վրա այդ կրակը անցնում է նորից ավտոն սկսում աշխատել որն հենց վաղ լինի կարող ավտոն չաշխատի հետո սաղ լուրը տարածվեց որ հայկազով բենզին է տալիս բերեք գնանք բենզին բերեք փեսեն եկավ ասեց մամել գնացիք դու գորի հետ գնացիք բենզին բերեք մենք ստե կսպասենք ասես տեսնենք ստուգեք տեսնենք մեր ավտոն ստուգեցին տեսնենք մեր ավտոն աշխատում է մեր ավտոյով գորին ասի ես եմ գնում գորը ասես տատի բա ամոթ չի որ ես տեղ դու ես գնում ասում բա ինչ կասենք քեզի ես Մանվելին երբեք մենակ չեմ թողել երբեք Մանվելը իմ հակի շորն է եղել Մանվելը իմ սիրտն է Մանվելը իմ շունչն է եղել 7 տարեկանից ես իր հետ կապված եմ եղել նույնիսկ Ղարաբաղում որ կալի ասկա չկար ես իրա շալակած եմ ման տալիս 7 տարեկան գորդասան երեխա ես շալակած ման էի գալիս բոստան էի տանում դեղ պարկեցնում որտեղ գնում էի շալակած ման էի տալիս որ ինքը չէր կարող որ քայլեր թուլացել էր սենց մամին ուրիշ ձևի է պահել պատերազմի տարիներին կաթը չկար պեսոկը չկար հացը չկար դրանից հետո հիվանդացավ դրանից հետո գալասկեն չկար դրանից հետո վիրահատեց դրանից հետո վիրահատած պարկացրած պահեցի ամիսներով չեմ աշխատել իրան եմ պահել ուրիշ ձևի մամիլը տանջվել Հայաստանը որ վիրահատել իրանք ես ներողություն ես դաժե փողել եմ որ մամիլին տանեի հաստայի եկել եմ հիվանդանոց հաշ չի եղել ես գնացել հարևան հիվանդան ժենյակից հաց եմ գողացել բերեմ ավելի կերցել հակ շոր չկար ցուրտ էր այն մոտ տարիներին էր Հայաստանում մերի շատ դժվար լույս չկար, հաշ չկար պլանի գլուխ էինք պարկած կոլոյակար են տեսա որ մեզ նայող չկար դեղ ժողով արեց ասես ամեն մեկը վաղվանից հաց կբերեք ես երկու հոգ ավելի ուրախ խանում էր որ հաց պես Համարյա ես չի ուտում էի պարին նստում մեջքս նեմ էի տայում պարին չգիտեի որ պարը սարած է բայց մրսում էի չգիտեի ոնց տականայի իմ ավելի փաթաթի աջալի մեջ ես ես մրսում էի ամեն օր սենց երկու իրեք հատ վիրահատություն տարեցի մամելին օրիժե մամելը իմ ամեն ինչն էր Մարդիկ են գալիս ասում մեր համագյուղը բա Մանվելը բանը որտեղ են ասում են գնացել են բենզին վերցնեն արդեն շատ մարդիկ գիտեն որ զոհեր շատ կան արդեն բարձրաձայնում են ասում զոհեր կա վիրավորներ կա հետո զանգ եկավ աղջկաս վրան գորը զանգում էր հիվանդանոցից գորը տեղափոխվել իր ասելով ասում ես Մանվելը ողջ էինք դուրս եկել ճանապարհը ձերով է կարել մեզ ավտոյա տարել բերեն դիսկի բալնիցա Մանվելն է տարել են խոջալու ռուսների հիվանդանոցը գնում եմ որ գորին տեսնեմ չեմ կարողանում փեսեն գիտե որ ես վատ եմ ասես խոդից խոսա որ ինքը լսում է ասում տատի ես լավ եմ արխայի մնա տատի Մանվելին է ոտերն ավարվել գալիս եկը նաբերեժնի այդ աթոռների վրա նստած պարկած չգիտեմ ինչ վիճակում տեսա մի հեռախոսներն է կորցրել իմս էլ եմ կորցրել չգիտեմ որտեղ է ես պատերազմի օրն եմ կորցրել Մանվելին է թողել է մեր մոտ Մանվելին հեռախոս չի տարել ուրիշ հեռախոսի համարով ռուսը զանգում է Մանվելը մեր մոտ է
Մամելը խոսում է, նենց տկտկալո մամ, ասում է, ես լավ եմ արխային, լաս լինելով, մենակ տոկլոր եմ, մենակ շորկը բերես, առավոտը որ գաս, հակնեմ ձեր հետ գամ, ինքը տակ էր, չեր իմանում, որ իրաց ինչ է սպասում, ռուսները ինչքան խնդրում եք, որ գնա մամիրին այցելության, ասում է, չի լինի ու վերջ, ինչքան խնդրում եմ, լաս է լինում, աղաչում եմ, ասում է, չի լինի, չենք թողնի, առավոտը առաջ ռեսի իրանց եք տանելով, բայց իրանք չասեցին, որ մամիրի վիճակը ծանր է։ Տեղափոխում են Հայաստան, զանգում է փեսուն, ասում է մամայի հետ չեմ կարող կապնվեմ, մամային ասա մի ավտոս թո բերե, որպեսզի ես տեղ աշխատեմ, մամ ավտոն էլ գնացել է ինքը։ Գալիս եք պայթունի տեղը, տեսնեք ավտոն գոնեն դղա, տեսնեք ավտոն տանեք, տեսնեք ավտոն մնում է, ավտոն բերեցինք, հետո թուրքերը մտան քաղաք, Ստեփանակերտ, ազատ իրանց համար բենզին տվեցին մեզ։ Ես ինքս գնացել եմ ավտոյի համար, բենզին լցրել, թե ուրախ էի մեզ ճանապարհ են դնում, թե օգնում էի մեզ ճանապարհ են դնում, չեք հասկանում։ Բենզինը լցրեցինք, 5 օր մնացինք, մենք այնտեղ մինչև բենզին տվեցին։ Լցրեցինք ու ճանապարհը եկանք, քանի անգամ զանգում էի, մամելը ծանր վիճակում է, բայց ինչ չէին ասում, բայց իմ սիրտը գուշակում էր։ Չեն ասում, բայց իրաց արդյունքներից ես զգում եմ, որ մամելը չկա, ինձ տանում են աղջկաս մոտ, արդեն որ մարդիկ եկան արցախցիներից ցավակցեցին, նենց որ չեմ զգացել, նենց էլ որ չի ուզում ընդունեի, որ մամելը էլի չկա։ Եվ դրանից հետո նորից էլի ես հիվանդացա ինձ տարան հանրապետական հիվանդանոցի հոգեբուժարան տարան, նորից էլի ամեն ինչ կրկնվեց։ Գորի հետ հայրը գնում գալիս է, մի անգամ էլ աղջիկս գնաց իր տեսակցության, բայց նիշտ հարցնում էր, ասեց բա մավիլքերն որտեղ է, մավիլքերն ոնց է, պապի ես իրես այդ պահը մինչև էդ իր հոր եղբայրն էլի ինքը քաղաքում է մահանում, մեր հիվանդանոցում հոր եղբայրն էլ էր իրանց հոր եղբայրն է հանել։ 50 օրից հետո գորը 2 օրվա մեջ գակոմի մեջ գորնել մահացավ, այդ նորը որ ինձ հայտնեցին, ինձ ուզեցի ես պատվարից գցեմ։ Չեն ասեմ, բայց հեռախոսում ասեցի, թե գոր ինձ հավակցում են, գնացի որ ինձ գցեցի պատվարից, հետևից սպասեցի, եկան ինձ բռնեցին։ Որդուս մեկը թողել եմ հայրենիքում, ճշնամովոտների տակ, բայց իրա գերեզմանակարը դնում եմ Աբովյանում։ Հիմա ես աշխատում եմ ավելի մոտ, ամեն օրից իրան տեսնում եմ, ինքը բլրին է, ես էլ բլրից ներքև իրար տեսնում եք, հանդիպում եք ամեն օր, երբ շուտ եմ գնում, առավոտը շուտ եմ գնում, վազում եմ գնում իրա մոտ, հետո գիսնում եմ գործի, ծաղիկ եմ վաճառում։ Աշխատում եմ նույնիսկ էլի իրա համար, իրաց գերեզմանոցների համար, ապրում եմ էլի իրանց համար, նամուսի խաթր է իմ համար, որպեսզի ինձ չկորցնեմ, մենակ ես չեմ, որ ես ասեմ, մենակ ես եմ, ինձ չգիտեմ ինչի տեղ դնեմ, ասեմ չէ, մենակ ես եմ գնում եմ ես սենց, ինքնասպանությունը սխալ է, բա իրաց հիշատակը ով հիշի, իրաց հիշատակը ով պահի, իրաց գերեզմանին ով գնա, անհիշատակ որդիներ են, ոչ երեխան են, ոչ կին ունեն, ոչ հայր ունեն, իրան ջարան գործը, իրանց ամեն ինչը մնացել եմ ես, Ավանեսյանների ընտանիքում մնացել եմ ես, որոշել եմ որ ապրեմ, սա է իմ ճակատագիրը, նաև Արցախի ճակատագիրն էր, մեր Արցախը, մեր հայրենիքը, նույն քաղցրությունն ավորթու հայրենիքի